Չորրորդ քայլ պատվիրակել եւ ժամանակը կառավարել։ Արդյունավետ ղեկավար դառնալու համար համար 1 հմտություններից մեկը պատվիրակելն է եւ իհարկե սեփական ժամանակը կառավարելը։ Երբ դու կարողանում ես սեփական ժամանակը կառավարել, թիմի ժամանակը կառավարելը նույնպես սկսում է ավելի լավ ստացվել։ Իհարկե թիմի ժամանակի կառավարումը առանձին բան է, ֆունկցիա է, դրա մասին այսօր չենք խոսալու, բայց պատվիրակումը կարծում եմ համար 1 ֆունկցիան է, որ ամեն ուրեմն ղեկավար պետք է շատ լավ տիրապետի, որովհետև երբ դու ղեկավար ես դառնում, իրականում քո ամենակարևոր ռեսուրսը քո ժամանակն ու էներգիան է դառնում։ Ինչքան ավելի շատ ազատ ժամանակ ու էներգիա ունենաս ղեկավարման ֆունկցիաների վրա օգտագործելու համար, այդքան ավելի արդյունավետ կլինի քո թիմը։ Ինչ է տեղի ունենում ղեկավարների զգալի մասի հետ։ Նրանք ի պաշտոն են դառնում են ղեկավար, իրականում ուղղակի մնում են թիմում աշխատանք կատարող, այսինքն գծային աշխատակից, պլյուս որոշակի ղեկավարման կամ վերահսկողության ֆունկցիաներ ունեցող մարդ։ Այսինքն, օրինակ, ունենք վաճառքի թիմ։ Վաճառքի թիմի անդամներից մեկին տալիս ենք թիմի ղեկավարի պաշտոն, այդ մարդը ոչ թե վաճառքի թիմից դուրս է գալիս դառնա միայն ղեկավար, այդ մարդը շարունակում է վաճառքի թիմում աշխատել, վաճառել, զուգահեռ նաև ղեկավարման ֆունկցիա։ Կամ, չգիտեմ, հաշվապահության թիմից մեկին տալիս ենք գլխավոր հաշվապահի ֆունկցիան։ Այդ մարդը շարունակում է հաշվապահությամբ զբաղվել, զուգահեռ նաև այդ թիմն է ղեկավարում։ Կամ ասենք արտադրության մեջ, ինչ որ ցեխի աշխատակիցներից մեկին տալիս ենք տվյալ ցեխի ղեկավարի կամ բաժնի ղեկավարի պաշտոն։ Այդ մարդը մնում է որպես աշխատակից իր սեփական ձեռքերով արտադրություն տվող մարդ, պլյուս որոշակի վերահսկողության ֆունկցիաների կատարում։ Ինչքան ավելի շատ ժամանակ ծախսեք բուն ղեկավարման ֆունկցիաների վրա, այդքան ավելի թիմը արդյունավետ կաշխատի։ Ու որպեսզի դուք կարողանաք ժամանակ ստեղծել ղեկավարման վրա աշխատելու համար, առաջին բանը որ պիտի անեք, դա պատվիրակել, ուրիշին հանձնարարել, կարողանալ ձեր ժամանակը, որ մինչ այդ զբաղված էր սեփական ձեռքերով արդյունք ստանալու վրա, այդ ժամանակը պիտի ազատեք, այդ գործերը հանձնարարեք ուրիշներին, որպեսզի ձեր մոտ ժամանակ ազատվի ղեկավարման այլ ֆունկցիաներ իրականացնելու համար։ Իսկ սեփական ժամանակը կառավարելու, ազատելու լավագույն տարբերակը դա պատվիրակելն է։ Սրա համար ինչ է պետք անել։ Սա արդեն մոտեցում չի, հա, որ ասեմ, չգիտեմ, կենտրոնացեք սրա վրա, այսինչ բանը փորձարկեք, ամեն օր արեք, կստացվի։ Սա կոնկրետ հմտություն է, որը որ պարունակում է եւ անձնային հատկանիշներ, եւ լրիվ բան տեխնիկական, այսպես ասած, կոշտ մասնագիտական հմտություններ, այսինքն կոնկրետ քայլերի հաշվետվություն, որ պիտի իմանաս, այսպես պիտի անեմ, որ ճիշտ պլանավորեմ, այսպես պիտի անեմ, որ ճիշտ կարողանամ հանձնարարել։ Սրանք կոնկրետ հմտություններ են, որոնք որ կարելի է սովորել եւ իհարկե փորձի ընթացքում հղկելով դարձնել սեփական ուժեղ կողմերից մեկը։ Դրա համար սրա վրա այս պահին շատ չեմ խորանա, հա, որովհետեւ սրանք առանձին ամեն մեկը առանձին տրեյնինգ է, որ 3-4 ժամ պիտի խոսենք սրա մասին, թե ինչպես պլանավորել թիմի աշխատանքը եւ ինչպես կազմակերպել հանձնարարությունները։ Մյուս կարևոր խորհուրդը այս մասով որ ուզում եմ տալ, օգտագործել հանձնարարությունների կառավարման համակարգ, այսինքն ծրագիր, որով կկարողանաք կառավարել ում ինչ եք հանձնարարել եւ վերահսկել այդ հանձնարարությունները կատարվեցին թե չկատարվեցին։ Վստահ եմ, որ շատերից նման ծրագրերով աշխատանքի փորձ ունեք։ Հիմա որոշակի ծրագրերի անուններ տամ, հաստատ կհիշեք դրանք։ Դրանցից են օրինակ Trello-ն, Bittrex 24-ը, Asana-ն, Outlook ունի նման ֆունկցիա, Jira, եթե IT ոլորտում աշխատանքի փորձ ունեք, սրանք հանձնարարությունների կառավարման համակարգեր, task management-ի համակարգեր են։